Այդ մարդիկ քաղաքական են խմբակի ներկայացուցիչներն են, ովքեր հանձնել են Արցախը։ Առաջին հերթին։ Հիմա հասնենք դեպքին քաղաքականությանը։ Եթե նույն անձը ամիսներ առաջ պնդում էր բոլոր հեռուստակայաններում, բոլոր խորհրդակցությունների ընթացքում, ինչ որ տարատեսակ հանրային քննարկումների, տարատեսակ ձևաչափերի ընթացքում իրեն կոտորում էր բառի բուն իմաստով, որ սա լավագույն ֆիսկալ քաղաքականության գործիքներից մեկն է, առանց սրա մենք կկործանվենք, ստվերը կխեղդի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, չէ՞։ Հիմա այս նույն անձը տարածորեն մեկ տարվա ընթացքում ամիսներ անց հրաժարվում է իր գովազդած այս գործիքից։ Ինչ է սա նշանակում։ Առնվազն նշանակում, որ այս մարդը իր տեղում չէ։ Այսինքն ձախողվել է։ Ձախողվել է, ընդհանուր ձախողումը լիակատար ձախողում է։ Այս կարգի կատաստրոֆիկ ձախողում, որ հարևան երկրներում ես բոլորի տնտեսություններն ուսումնասիրում եմ եւ օրենսդրական հիմնական տնտեսական թեմաներն ուսումնասիրում եմ, պատկերացրեք, որ այս կարգի ձախողում ոչ միտեղ չկա։ Մարդը պարզապես դրսևորում է մի անհասկանալի վարք եւ ձախողումը ներկայացնում է, որ մի բան մցրել էինք, մի օրենսգիրք, մի ենթադրենք լուծում, մի պահանջ մցրել էինք, հիմա հասկացանք, որ այդ պահանջը ձեր համար անհարմարություն է ստեղծել։ Հիմա այդ պահանջի որոշ դրույթներից մենք նահանջելու ենք։ Լսի, դա Չինաստանի մասին մի, այսպես ասած, առած կար։ Ասում էին, մենք ստեղծում ենք դժվարություններ եւ հերոսաբար հաղթարում ենք։ Մենք այդ դժվարությունները կհաղթարենք նաեւ առանց քեզ։ Ես առնվազն պահանջում եմ, որ Բաբկեն Թունյանը պարզապես հրաժարական տա հեռանա։ Մարդը իր ամբողջ հանձնաժողովի աշխատանքինքն է կոորդինացրել։ Ամբողջ հանձնաժողովի կազմով հաստատել էին, որոշել էին, ազգային ժողովն էլ դա դակեց իրենց լավագույն տրադիցիաներով, եւ մարդը փաստորեն սխալ բան էր բերել։ Բերել էր մի բան, որ տնտեսական դաշտը աղճատում է, որը քաղաքացիների վստահությունը պետության նկատմամբ աղճատում է։ Հիմա բայց ինչ են բերել։ Միակ դրականը նա է, որ նոյեմբերի 1-ին պետք է քաղաքացիներին նախազգուշացնեին եւ մեկ ամիս հետո քաղաքացիներին պետք է տուգանեին 10,000 դրամով, հիմա այդ տուգանելու ռեպրեսիվ, ինչպես ինքն է ձևակերպել, մոտիվից գնում են ընդհանրենք մոտիվացնող քաղաքականության դաշտ։ Այդ տղա, դու այս թեման լրիվ տապալել ես, ինչ նշանակում, ռեպրեսիվը որն էր, այսինքն դու որոշել ես, որ ռեպրեսիա պիտի իրականացնեիր։ Դե տուգանքները նկատի ունի։ Ես գիտեմ ինչ, բայց պատկերացրեք, այս մարդը տնտեսությունից հեռու մարդ է, այս մարդը չունի այդ գիտելիքները, սրա աշխատանքային փորձը այս տապալումների փորձն է, եւ ինչ պետք է մենք անենք, սիրելի ժողովուրդ, այս ժողովրդին եմ ասում, սրանց ասածներին մի հավատացեք։ Հիմա ես վստահեցնում եմ, որ մի թակարդ են լարել, եւ այս թակարդի մասին մենք նոյեմբերի միջև 1-ը կիմանանք, որովհետեւ նրանք որոշել են արտահերթ նիստ գումարեն ազգային ժողով եւ այս նոր հիմարությունը, թակարդային հիմարությունը բերեն ու դագեն։ Բնականաբար ինչ է լինելու, բնականաբար իրենք բախվեցին քաղաքացիների մոտավորապես 630,000 հոգի պետական միջոցառմանը հրաժարվել է մասնակցել։ Այսինքն մասնավոր, հա, մասնավոր բոլոր ընկերություններում աշխատողները ըստ էության կարելի ասել բոլորը նույնիսկ պետականից էլ 100,000 էլ պետականից են հրաժարվել մասնակցել։ Հիմա խնդիրը գիտեք որն է։ Սա մի հատ ճիզվիտային խաբեբայություններով այսպես հյուսված մի հատ նոր բան են բերելու, արդեն վստահ ենք։ Առաջին որտեղ անոնսը նրանք տվել են։ Բերելու են, փորձելու են, դա հասկացած փորձելու են կապել ժողովրդի գլխին, բայց հիմա սրանք որոշել են, որ կազմակերպված ուժի փոխարեն գործ ունենան մեկ անհատի հետ։ Այսինքն, այս պահին 630,000 հոգի միավորվեց, նույնիսկ ոչ ոք փորձ չարեց դա կազմակերպել միավորում։ Մարդիկ հասկացան ինչ է իրեն սպասում, մարդիկ հասկացան, որ իրենց ոչ թե տուգանքի մասել են դառնալ, այլ մարդիկ հասկացան, որ իրենց կաշին քերթելու են։
Ինչ է նշանակում մեկ անձի, մեկ ընտանիքի անդամների միջև փոխանցումները որոշել են 20%-ով հարկեն։ Ինչ է նշանակում։ Բա ընտանիքից է խոսում, բա խոսում եք հարազատների օգնության մասին։ Այսինքն եթե եղբայրս ինձ եթե ձեր օգնություն եղբայրը ձեզ փող փոխանցեր, ընտանիք օրվա ընթացքում փոխանցեր 20% սրանք որոշել էին այս գումարը գանձեին։ Հիմա այդ նույն այդ 20%-ի մտքից չեն հրաժարվում, բայց հիմա փորձում են պետական ռեպրեսիվ մարմնի հետ շփումը քաղաքացու սարքեն միայնակ